Մի քանի ժամում 4 մարդու կյանքի է վերջ տվել Արամուսցի հրացանավորը։ Արդյոք սերիական մարդասպան է նա։ Կիրակի Արամուսի Գազարի դաշտում 64-ամյա Գևորգին ու նրա 59-ամյա կնոջը Մենուհուն որսորդական հրացանով սպանած տղամարդը ժամեր անց եւս 2 մարդու է սպանել Զովաշենի դաշտերում։ Հրացանը ձեռքին տղամարդը Արամուսից Զովաշեն է գնացել, ենթադրաբար ոտքով, 1.5-2 ժամվա ճանապարհ է։ Զովաշենում կրկնել է հանցանքը, կրակել է մի տղամարդու եւ մի կնոջ վրա, այնուհետև հափշտակել է տղամարդու մեքենան ու փախել։ Հանրապետությունը ցնցած սպանություններից 2 օր անց է քննչական կոմիտեն մանրամասներ հայտնում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ԹՀ-ն առերևույթ հանցանք կատարելուց անմիջապես հետո Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին իրեն պատկանող հրացանով կրակոցներ է արձակել ՎՄ-ի եւ ՄՀ-ի ուղղությամբ, սպանելով նրանց։ Քննչական կոմիտեն չի հստակեցնում առաջին սպանությունից որքան ժամանակ հետո է ոստիկանությունը տեղեկացել երկրորդ հանցանքի մասին։ Կասկածներ կան, որ Զովաշենում սպանված 46-ամյա տղամարդու եւ 44-ամյա կնոջ մարմինները իրավապահները հայտնաբերել են, երբ նրանց անհետացման մասին ահազանգել են հարազատները։ Ըստ քննչական կոմիտեի, ձերբակալվելուց հետո խոստովանական ցուցմունք է տվել ԹՀ-ն։ Հնարավոր է նրա տված ցուցմունքի արդյունքում է հայտնի դարձել երկրորդ սպանության մասին։ Եթե Արամուսցի ամուսինների սպանության պատճառը ըստ գյուղի բնակիչների սպանվածների հետ կասկածյալի 10 տարվա վաղեմության վեճն է եղել, ապա երկրորդ սպանության մոտիվը հավանաբար մերժումը ծանր տանելն է եղել։ Զովաշենում ասում են, թե մարդասպանը պահանջել է 46-ամյա տղամարդու Աուդին ու մերժում ստանալուց հետո կրակել է նրա եւ նրա հետ եղած կնոջ վրա, մեքենան հափշտակել։ 61-ամյա Արամուսցի հրացանավորի դեմ քրեական հետապնդում է հարուցվել մի քանի հոդվածով։ Սպանություն, շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանություն եւ խոշոր չափի հափշտակություն։ Հանցագործության գործիք հրացանը ոստիկանները հայտնաբերել են նրա հափշտակած մեքենայում։ Թերեզա Կադաևչյան, Հայլուժ։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։